Մուրադյան Ալիսա, Վարդաշենի 6-րդ փողոց 68 շենքի բնակիչ, 68-66 շենքի 66/1 շենքերից բնակիչներով ստեղ ենք։ Մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ենք, ճիշտ է։ Եկել ենք մեր իրավունքը պաշտպանենք։ Մենք ապրում ենք անմարդկային պայմաններում։ Անմարդկայինը էդի հանգիստ եմ ասում, որովհետև ոչ մեկը չի կարող պատկերացնել մենք ինչ պայմաններում ենք ապրում։ Մեզ բազմիցս խոսք են տվել, խաբել են, խաբում են։ Պարոն Ավինյանը 23 թվականին եկավ մեզ խոսք տվեց, մենք իրան ընտրեցինք, մեր ձայնը տվեցինք, հավատալով, որ մի տարվա ընթացքում մեզ պետք է ստեղից վերաբնակեցնեն, բնակարանով ապահովեն։ Անցավ արդեն նորից 3 տարի, ուսեն շարունակ, մենք այս 3-4 տարիա, մեր շենքը 4-րդ կարգ հաստատված է 4 տարի առաջ, բայց արդեն 6-րդ կարգից էլ ավել է, հավատացեք, շենքը ջրի մեջ կորած է, շենքի տակը ջրի մեջ կորած է, ամեն րոպե, Աստված մի արասցե, ամեն րոպե մենք վտանգի տակ ենք, եթե մի բան եղավ, ով է կառավարությունն է պատասխան տալու մեր կյանքի համար, ով է մեր կյանքի համար պատասխան տալու, իրանք հանգիստ քնում են, մենք չէ, ամեն օր ձգձգում են, իրանք մեզ ուղարկում են կառավարություն ուղարկում է, քաղաքապետարանը ուղարկում է, չգիտեմ, մենք արդեն երևի մեզ սաղ Երևանը ճանաչում է, այտենց կայք չկա, որ մենք մեզ ցույց չտան, մեզ չգան, չնկարահանեն, բազմիցս տարիներով մենք պայքարում ենք, լավ, նժելի այդ երկու շենքը, այդ 170 բնակիչը, այդքան ծանր է ձեր վրա նստած, որ չեք կարում ես մարդկանց ապահովեք, հա? Դուք ձեր համար հանգիստ ձեր դղյակներում, այո, դղյակների մեջ դուք նստած եք, դուք մեր ձայներով եկաք նստեցիք, դուք մեր ձայներով հարստացաք, տանտեր դառաք, ամեն ինչի տեր դառաք, իսկ մենք ինչքան ուժ ունենք հետ գնացինք, ու հələ չգիտենք թե ինչ պետք է լինի, մինչև ամսի 15-ը երեք պետք է պարոն Ավինյանի հետ հանդիպեին, պարոն Ավինյանը չի ուզում մեզ երբեք մեր հետ հանդիպում ունենա, պարոն Փամբուխչյանին ուղարկում մեզ մեր հետ հանդիպման, պարոն Փամբուխչյանն է գալի փափուկ բարձր դնում գլխներիս տակ ճանապարհում, հիմա էլի անեմ թե մինչև ամսի 15-ը գնացեք վերջնական պատասխան, այդ վերջնական պատասխանը չի պրծնում, այ մարդ սրանց։ Իսկ ըստ օրենքի Ներներս չեմ կարող։ Ինչպես պիտի լուծվեր, ձեզ պիտի